Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Գյումրու ընտրություններից հետո մենք առաջին անգամ է, որ հանդիպում ենք այս տաղավարում, նախ ուզում եմ հարցնել ձեզ, արդյունքները ձեր համար կանխատեսելի էին։ Գյումրու ընտրություններից հետո, եթե ես համարձակվել եմ ձեզ հետ հանդիպել, դա արդեն լավ է, որովհետև ձեզ հետ հանդիպած Վիլեն Գաբրիելյանը այդ հանդիպումից կարճ ժամանակ անց ունեցավ կարգավիճակի փոփոխություն։ Մենք Վիլենին դեռ կանդրադառնանք։ Այո։ Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, կանխատեսել էին այն իմաստով, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվեց այդ ընտրություններում, որովհետև ակնհայտ էր, որ իրենք ունեին այլ նպատակադրումներ եւ այլ սպասումներ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ իրենք հաղթելու են այդ ընտրություններում, հաղթելու են առաջի փուլով։ Իրենց կուսակցության համամասնական ցուցակի առաջի համարի տեխնացու Սարիկ Մինասյանը նույնպես վստահեցնում էր, որ ընտրություններից հետո բոլորը գնալու են իրեն շնորհավորելու եւ ինքը միանգամից ընտրվելու է քաղաքապետ, այսինքն 50%-ից ավել ձայներ են ստանալու եւ դա անելու համար իրենք իհարկե գործադրել էին բոլոր հնարավոր միջոցները, սկսած վարչապետի Նիկոլ Փաշինյանի անձնական ներգրավվածությունից Քարոզ Արշավին դեռ առաջի օրերին, երբ որ նա ամբողջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավի ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, մարզպետների հետ գնացել էին Գյումրի եւ դրամավակի նախաձեռնությամբ սկսեցին մեկնարկեցին Քարոզ Արշավ, այսինքն Նիկոլ Փաշինյանը անձամբ ներգրաված եղել Գյումրու քաղաքապետի ընտրության այս Քարոզ Արշավին, ել չեմ ասում ոչ կուսակցության վերնախավը նախընտրական շրջանում իրենց ամփոփիչ հավաքին ներկայային մի շարք պատգամավորներ, կուսակցության ղեկավար մարմինների ներկայացուցիչներ, կիրառվել է աննախադեպ ծավալի վարչական ռեսուրս, իրականացվել են հսկայածավալ ընտրախախտումներ, նույնիսկ մեր ընտրական համակարգ են ներմուծվել ընտրախախտումների նոր ժամանակակից տեսակներ, որի մասին խոսվել է մամուլով եւ դիտորդների կողմից, խոսքը բուքմեյքերական ընկերությունների հնարավոր ներգրավվածությունն է եղել այդ գործընթացի եւ այլն, բայց արդյունքը այն է, որ իրանք պարտվել են այդ ընտրություններում, այսինքն իրենց տեխնացուն քաղաքապետ չի ընտրվել եւ եթե հետընտրական զարգացումները նորից չտանեն իրավախախտ ռեժիմով, ոնց որ արել են նախընտրական շրջանում, հիշենք, որ նախընտրական շրջանում ձերբակալվել են հիմնական առանցքային տեխնացուները, այսինքն բացի ԿՊ-ից մնացած բոլոր այն տեխնացուները հետաքրքիր է, տեսեք, ես հիմա ասում եմ ու մտքով մտաբերում։ Բոլոր այն տեխնացուները, ովքեր շեմը հաղթահարել են, իրավական մի գործընթացով անցել են նախընտրական շրջանում։ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել ու ազատ է արձակվել, Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է քննչական կոմիտե նախորդ տարվա վարորդական իրավունքի ինչ որ մի անհասկանալի խնդրի հետ կապված, Կարեն Սիմոնյանի գրասենյակում խոզարկություններ են կատարվել, իրավական ճնշումներ եւ Մարտուն Գրիգորյանի կողմնակիցները ձերբակալվել են, այնտեղ նրա որդին, նրա հայրը, համամասնական ցուցակի ավականու անդամի տեխնացուներ, այսինքն նախընտրական ըստ էության սոցիոլոգիական հարցումներով բոլոր այն կուսակցությունների կամ դաշինքների ներկայացուցիչները, որոնք հավանականություն ունեին անցնելու հաղթահարելու նվազագույն շեմը, նրանք բոլորը առանց բացառության եղել են իրավական ներգործության թիրախում։ Իդեպ ասեմ, որ պաշտոնական հաղորդագրություններով այդ իրավական գործընթացների նախաձեռնության հիմքում եղել է ազգային անվտանգության ծառայության կողմից տրված օպերատիվ հետախուզական տեղեկությունները, այն դեպքում, երբ որ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության պետը ԿՊ-ի տեխնացու Սարիկ Մինասյանի ազգականն է, նրա ինչ-որ հորեղբոր տղան, ինչ-որ ազգական ինչ-որ կապ ունեն։ Իսկ ակնհայտ էր, որ կիրառվել են բոլոր հնարավոր ագրեսիվ եւ անօրինական միջոցները, բայց այդ ամենից հետո նրանք պարտվել են, այսինքն Գյումրիի բնակիչները հաղթել են ադրբեջանա-թուրքական ռեժիմին, ընդ որում դա եղել է ոչ միայն Գյումրիում, այլ Փարաքարում, Փարաքար համայնքում առավել համոզիչ է եղել այդ հաղթանակը եւ ընդդիմության միասնություն դաշինքի տեխնացու միանգամից ընտրվել է համայնքի ղեկավար։ Գյումրիում համայնքի բնակիչները իրենց վճռական կարծիքը արտահայտել են, մնում է որ քաղաքական գործիչները, ովքեր որ այդ ԿՎ-ով հիմա ստացել են որոշակի մանդատներ, կարողանան դրանց կապակցությամբ կայացնեն ճիշտ եւ իրենց տված նախընտրական խոստումներին, իրենց
դիրքորոշումներին համապատասխան որոշումներ։ Հիմա ստեղծվել է հետևյալ իրավիճակը, որ ընդդիմությունը պետք է ընտրի քաղաքապետ եւ ամենաշատ ձայներ տարած ընդդիմադիր գործիչը Վարդան Ղուկասյանն է, որ բոլորս սպասում ենք Մարտուն Գրիգորյանի արձագանքին, որտեղ մյուս տեխնացուները, թե Ռուբեն Մխիթարյանը եւ թե Մայր Հայաստան դաշինքը հայտարարել են, որ օգնելու են Վարդան Ղուկասյանին ընտրվել քաղաքապետ, մնացել է միայն Մարտուն Գրիգորյանի արձագանքը։ Նախ ձեր կարծիքով ինչպիսի որոշում կկայացնի, մինչ այժմ եղած միակ հայտարարությունն այն է, որ Գյումրին չի ունենա իշխանական քաղաքապետ։ Այս դեպքում ինչ հնարավոր սցենար կարող է լինել։ Իշխանական քաղաքապետ Գյումրին երբեք էլ չի ունեցել, բացառությամբ ունեցել է քաղաքապետի պաշտոնակատար, այսինքն օրինակ Սարիկ Մինասյանը քաղաքապետի պաշտոնակատար է, բայց նա ընտրված չի։ Գյումրիում իշխանությունները պարտվել են նաև 2021 թվականին եւ երեք չմոռանանք, որ այս process-ը, որ հիմա տեղի է ունենում, դա արտահերթ process, այսինքն արտահերթ ընտրություն է եւ պատճառը այն է, որ Գյումրին ուներ ոչ իշխանական քաղաքապետ, իդեմս Բալասանյան դաշինքի ներկայացուցիչ։ Այնպես որ այդ նորամուծություն չի, որ Գյումրին չպետք է ունենա ԿՊ-ական քաղաքապետ եւ դա ոչ թե Մարտուն Գրիգորյանի, այլ Գյումրիի համայնքի բնակիչների որոշումն է։ Իսկ թե ով կլինի Գյումրիի համայնքի ղեկավար, դա արդեն որոշում է ոչ թե Մարտուն Գրիգորյանը կամ որևէ այլ մեկը, այլ Գյումրիի համայնքի հավաքանու անդամները։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ կատարված ընտրությունը դա քաղաքապետի ընտրություն չէր, դա համայնքի ավականու ընտրություն էր եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքով համայնքի ավականին ինքն է իր կազմից ընտրում համայնքի ղեկավար։ Եվ ես չեմ ուզում բացառել, որ որևէ համայնքի ղեկավարի տեխնացուի պարագայում հնարավոր է, որ նրա օգտին քվեարկեն նաեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամներ, որոշ անդամներ, որովհետեւ քաղաքապետի ընտրության որոշումը կայացնում են ոչ թե խմբակցությունները, այլ կայացնում են ավականու անդամները։ Եվ եթե լինի որևէ տեխնացու, որի ընտրության համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ ավականի անդամ ցանկություն հայտնի նրան տեսնել համայնքի ղեկավարի պաշտոնում, ապա այդ որոշումը կարա կայացնի։ Դեպ ասեմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամների տեխնացուների զգալի մասը, այնց այդ վարչական ռեսուրսի կիրառման հետևանքով, նրանք Գյումրիի համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ են։ Օրինակ հանրակրթական դպրոցի տնօրեններ, առողջապահական հաստատությունների գլխավոր բժիշկներ, տնօրեններ, կամ արվեստի դպրոցի տնօրեններ, մանկավարժներ եւ այլն։ Այսինքն, եթե նրանք իմանան, որ ենթադրենք Էդգար Ղազարյանը պիտի ընտրվի Գյումրու համայնքի ղեկավար եւ իրենք դառնան նրա ենթակա աշխատող, ապա կարան ընտրեն եւ դրանով իրենք էլ մասնակցեն քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը վռնդելու գործի, որովհետեւ իրենք ես վստահ եմ, որ մեծամասնություն իրենց կամքով չի, որ հայտնվել են այդ անպատիվ ցուցակում, այլ հայտնվել են իրենց կարգավիճակից ելնելով վարչական ճնշման հետևանքով եւ հիմա իրենք հնարավորություն ունեն նաեւ ԿՊ-ի համամասնական ցուցակով են մարդիկ, ովքեր կընտրվեն ավականու անդամ, իրենք էլ հնարավորություն ունեն ազատ որոշում կայացնել, այսինքն պետք չի մտածել, որ նրանք եթե ԿՊ-ի համամասնական ցուցակով են ընտրվել, ուրեմն իրավունք չունեն ընտրելու համայնքի ղեկավարի մեկ այլ տեխնացուի։ Ինչի է առավել հիմա շատ շոշափվում Վարդան Ղուկասյանի անունը, որովհետեւ այսպես ասած ընդդիմադիր սեգմենտի իմաստով ամենաշատ քվեներն ինքն է ստացել, բայց ինքը համայնքի ղեկավար չի ընտրվել։ Համայնքի ղեկավար ոչ ոք չի ընտրվել, այսինքն ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել շեմը 50% եւ ավելի եւ մեխանիկորեն դառնալ իրավունքի ուժով դառնալ համայնքի ղեկավար։ Հետևաբար դա նշանակում է, որ ավականու կազմում պետքա լինեն լուրջ եւ առարկայական քննարկումներ եւ դրա համար պետքա հստակեցնել յուրաքանչյուրի կարգավիճակը։ Օրինակ դուք ասում եք Մարտուն Գրիգորյանը միանա թե չմիանա, Մարտուն Գրիգորյանը այս պահին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր է։ Եվ ազգային ժողովի падգամավոր չի կարող որոշի թե ով պիտի դառնա Գյումրի համայնքի, դա կարող որոշի Գյումրու համայնքի ավականու անդամը։ Իսկ մենք հենց պիտի հասկանանք Մարտուն Գրիգորյանի կարգավիճակը, ինչ որոշում է կայացնում իր կարգավիճակի հետ կապված։ Միգուցե նա հրաժարվում է ավականու անդամի մանդատից եւ մնում է падգամավոր։ Այդ դեպքում իր կարծիքը այլևս կարծում եմ որևէ մեկին հետաքրքիր չի, որովհետեւ Մարտուն Գրիգորյանն էլ որպես ավականու անդամի տեխնացու չի ինքն առաջադրվել։ Մեր օրենսդրությունը այդպես հնարավորություն չի տալի։ Առաջադրումներն անում են կուսակցությունները եւ դաշինքները։ Իսկ Մարտուն Գրիգորյանին եւ նրա ցուցակի մյուս բոլոր անդամներին
առաջադրել է հայրենիք կուսակցությունը, որի նախագահն է Արթուր Վանեցյանը, եւ Արդար Հայաստան Արդար Հայաստանը բանին էր։ Չգիտեմ ինչ, մի հատ այն Երևան Թարվերդյան կար, Երևանի ավականությունները։ Այդ նրա գլխավորած կուսակցությունն են դաշինք ստեղծել եւ առաջադրել Մարտին Գրիգորյանին։ Այսինքն պետքա մի քիչ այդ ես կարծում եմ ճիշտ կլինի այդ անձերի կարգավիճակից դուրս գալ եւ այդ սուբյեկտիվ գործոնից առանձնանալ, նոր կայացնել դրանից բխող որոշներ, որտեղ ավականու անդամները պիտի գիտակցեն, որ եթե իրենք այնուամենայնիվ իրար հետ համաձայնության չգան եւ չընտրեն համայնքի ղեկավար, ապա իրավունքի ուժով ավականին նորից է լուծարվելու եւ հիմա ինչքանով է ճիշտ, ինչքանով է համայնքի շահերից բխում, որ այս 6 ամիս է իրանք չունեն համայնքի ավականի, իսկ մեր տեղական ինքնակառավարման մասին օրենքի տրամաբանությամբ ինքնակառավարման մոդելը ենթադրում է ուժեղ ավականի թույլ համայնքի ղեկավար, այսինքն համայնքի ղեկավարը առաջնային մանդատ չունի, նա նույնպես ավականու անդամ է։ Եվ հիմա փաստորեն Գյումրիում տեղական իշխանություն արդեն 6 ամիսա չկա այնտեղ որոշումներ չեն կայացվում այն դեպքում, երբ որ առնվազն 2 ամիսը մեկ պիտի ավականու նիստեր հրավիրվեն, որոշումներ կայացվեն, համայնքը ղեկավարում է ավականին։ Եվ հիմա այսքան ամիս չունենալով ավականի, Գյումրին հիմա չունի բյուջե, որովհետև այս ճգնաժամը արհեստականորեն ստեղծվեց անցած տարվա վերջին եւ ավականին արդեն լուծարվել էր եւ 25 թվականի բյուջեն չի հաստատվել։ Հիմա ասենք գալ հասնել մինչև տարվա կես առանց բյուջեի, առանց ավականու, առանց որոշումների, այդ Գյումրին սիրող, այդ քաղաքը գնահատող, հարգող մարդիկ արդյոք պատրաստ են գնալ այդ որոշումների, ինչա թե սուբյեկտիվ գործոններ կան, այս ինչն է ուզում ընտրվի քաղաքապետ, այնի իրանց ուզելը շատ քիչ է քաղաքապետ ընտրվելու համար։ Քաղաքապետ ընտրվելու համար կարևորը համայնքի բնակիչների կարծիքը։ Իսկ բնակիչների կարծիքով առաջադրված տեխնացուներից ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք քաղաքապետ չի ընտրվել։ Հետևաբար իրանք պետքա բոլորը զսպեն իրենց ամբիցիաները, իրենց հավակնությունները, իրենց նպատակադրումները եւ կայացնեն ոչ թե իրենց, այլ համայնքի շահերից բխող արդյունավետ որոշումներ։ Դուք ձեր խոսքի սկզբում հիշեցիք Վիլեն Գաբրիելյանին, տեսել եք կադրերը, թե ինչպես է ինքն իրեն պահում, երեք էլ հայտարարել, թե իբրև ես իրեն շանտաժ եմ արել, դրա համար հայոյել է։ Նախ ձեր կարծիքով Վիլենը այդ պահին հոգեհուզական ինչ վիճակում էր գտնվում եւ ընդհանրապես ինչու որոշեց մանդատը վայր դնել, անկեղծ մղում էր, թե WhatsApp հավելվածով նամակ էր ստացել։ Վիլեն Գաբրիելյանը շատ անկեղծ է եղել այդ օրը եւ ամբողջությամբ դրսևորվել է իր էությանը համապատասխան։ Նա շատ ադեկվատ էր, այն տպավորություններ, որ ներկայացնում է, որ ինքը ինչ-որ թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ էր, ես դες տպավորություն չեմ ստացել։ Միգուցե, ասենք, կարող է ինչ-որ մի զանգված 0.24 գրամ կամ, չգիտեմ, ինչ-որ մի որոշակի քանակի ալկոհոլ օգտագործել է, բայց դա իր վրա չի ազդել, որ ինքը անգիտակից վիճակում լինի, չհասկանա ինչ գործողություններ անում եւ նրա խոսքը դրա վկայությունն է։ Տեսեք, ձեր հետ տեղի ունեցած իր խուլիգանական պահվածքից հետո ինքը չէր գնացել հյուրանոց, չգիտեմ, չէր առանձնացել։ Լրագրող էր բան գալի, որ հետը զրույցի բռնուի։ Ձեր հետ այդ միջադեպից հետո ինքը նաեւ այլ լրագրողների է հանդիպել, շատ տևական զրուցել է նրանց հետ, պատասխանել է նրանց հարցերին, ընդ որում նոր բացահայտումներ անելով իր վիճակի հետ կապված։ Սա ստել է իր բոլոր գործընկերներին, ովքեր փորձել են իրան հեռացնել լրագրողներից, այսինքն իրան առաջարկում են, ասում են, արի գնանք, ինքը ասում է, «Լավ, հանգստացեք»։ Ես ուզում եմ խոսեմ, այսինքն ինքը ես տպավորություն ստացա, որ ինքը այդ օրը Գյումրի գնացել էր հատուկ այդ նպատակով, որպեսզի ցուցաբերի, չի կարելի ասել խուլիգանական պահվածք, որտեղ ասենք չի, որ ինքը մնացած օրերին բարեկիրթ տենց արժանապատիվ պաշտոնյա է, այդ օրը խուլիգան։ Ինքը ամեն օր էլ խուլիգան է։ Ընդ որում ոչ միայն ինքը, այլ իրանց ամբողջ խմբակցությունը։ Այսինքն խուլիգանությունը, այդ կեցվածքը, այդ տեսակը քաղաքացիական պայմանագրում նորմա։ Այսինքն եթե այդ որակների չլես, իրանք քեզ չեն ընդունի։ Մի անեկդոտ կա, չէ՞, որ ասում է, ինձ կընդունեք ձեր նախարարությունում նախարար աշխատեմ, ասում է, կարող է դու ապուշ ես։ Ասում է, դա պարտադիր է։ Հա։ Հիմա եթե պահանջներ կա, էլի, եթե ԿՊ-ում այդ բավարար չես բավարարում, իրանք ուղղակի ի սկզբանե են մերժում։ Իրանք բոլորն են այդպեսին։ Վիլենը դրսևորել է իր ամբողջ էությամբ շատ անկեղծ վիճակում, ինքը հատուկ էր եկել գաստրոլների,
որովհետև կարելի է հասկանալ ինքը այդ օրը Գյումրիում ինչ էր անում, ոչ համայնքի բնակիչ է, ոչ ընտրող է, ոչ ավականու անդամի տեխնացու է, ոչ վստահված անձ է, ոչ հանձնաժողովի անդամ է, ոչ դիտորդ։ Ոչ է կարար քարոզչություն իրականացնել, որովհետև այդ օրը եւ դրանից առաջ լռության օրեր եւ քարոզչությունն արգելված էր։ Իսկ ինքը հատուկ եկել էր, որպեսզի հրաժեշտը քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Իսկ թե որն է դրա պատճառը, դրա պատճառները շատ հստակ են։ Ինքը կոնֆլիկտ ունի Նիկոլ Փաշինյանի հետ սկզբանե պայմանավորված հիշում եք Դավիթ Տոնոյանի կարգավիճակի հանգամանքներով, չէ՞, որ ինքը հանիրավի էր համարում նրա ձերբակալությունը, նրա կալանքը, նրա դեմ իրականացվող վարույթը։ Նա բոլորովին վերջերս շատ հստակ դիրքորոշում արտահայտեց գլխավոր դատախազի միջնորդության կապակցությամբ Հովիկ Աղազյանի դեմ վարույթ նախաձեռնելու եւ նրան մեղադրանք առաջադրելու իմաստով։ Իսկ նա ելույթ ունեցավ եւ դատախազին ասաց, որ ներկայացված արգումենտները բավարար չեն, որպեսզի ինքը համաձայնություն տա Հովիկ Աղազյանի դեմ վարույթ նախաձեռնելու եւ նրան մեղադրյալ ներգրավելու համար եւ ըստ էության դեմ է քվեարկել Հակոբ Ասլանյան, չէ՞։ Մինչև այդ նման կարգավիճակ տենց դիրքորոշում հայտնել էր Հակոբ Ասլանյան։ Հետևաբար նա գիտակցելով, հասկանալով, որ իրեն առաջիկայում ուղարկելու են Հովիկ Աղազյանի ոչխարների հետևից, ինքը որոշում կայացնեց կամավոր գնալ ոչխարների հետևից։ Բայց մանդատը վար դնելուց հետո ձեր կարծիքով ինչու է իրեն նման արտահայտություններ թույլ տալիս, թե իբրև իրեն շանտաժ են արել, ինքը Էություն է։ Հիմա այդ մարդը ասենք հիմա որ անկախ դրանից ինքը падգամավոր է, թե падգամավոր չի։ Իր տեսակը, իր կերպարը, իր մարդկային էությունը խո դրանից չի փոխվում։ Եվ ինքը կարծում եմ այդ իմաստով շատ անկեղծ է, ինքը որ տենց է արտահայտվում։ Կարծում եմ պետք է դրան շատ նորմալ վերաբերվել, հասկանալ, որ այդ մարդու պետք է զարմանալ, ասենք օրինակ, եթե հիմա ես նման բան անեմ, այդ արդեն պետք է զարմանաք, ասեք դու ուրիշ կերպարի մարդ ես, չէ՞, ասենք ինչի ես հայհոյում։ Բայց եթե ինքը խուլիգանություն անում, պետք է ասեք հիմա ոնց որ Ալեն Սիմոնյանը մեկի վրա թքի ասես, ինչի է թքում։ Ժառանգական է, էություն է, չէ՞, ասեք հիմա որ Ալեն Սիմոնյանն ազգային ժողովի նախագահ չլինի, նորից թքի։ Բայց զարմանաս ասես ինչի ես թքում, հիմա ո՞նց կարա։ Արդեն բնավորություն է, չէ՞, բանը։ Պարոն Ղազարյան, հիմա Գյումրիում եւ Փարաքարում ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը ունի հանրային աջակցություն եւ մեծ մասը առնվազն գոնե այդ համայնքներում եւ ենթադրում եմ նաեւ ողջ հանրապետությունում նույն համամասնությամբ դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Հիմա ինչու ընդդիմադիր խմբակցությունները չեն օգտվում այս հանգամանքից, չեն կապիտալիզացնում այս արդյունքները եւ ի վերջո անվստահության process չեն սկսում։ Իդեպ ասեմ, որ ընդդիմադիր падգամավորը, ընդդիմադիր խմբակցության падգամավորը նաեւ Մարտուն Գրիգորյան։ Եվ ինքը հիմա կարող է ոչ թե մասնակցի Գյումրի համայնքի քաղաքապետի ընտրությանը, այլ վարչապետին անվստահություն հայտնելուն, եթե ինքը ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող գործիչ է, որովհետև ընդդիմադիր դիրքավորում ունեցող գործիչների հայտարարություններում նրանց ընդդիմադիր լինելու կասկածներ են առաջանում։ Օրինակ, առավելագույն ձայներ ստացած Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է դիմավորել Նիկոլ Փաշինյանին, սեղմել նրա ձեռքը, սուբորդինացիա պահել նրա հետ։ Ընդդիմադիր գործիչը նման բան մենք կարծում եմ, որ պիտի չասեր, որովհետև եթե դու մինչև այդ ասում ես, որ չես համագործակցի մի ուժի հետ, որը Արցախը հանձնել է Ադրբեջանին, եւ հետո ընտրություններից հետո ասում ես, որ պատրաստ ես համագործակցես այն մարդու հետ, որ Արցախը հանձնել է Ադրբեջանին, այստե հակասությունները ոնց որ դառնում են չափազանց էական եւ նկատելի։ Եվ հետեւաբար, այո, ես կարծում եմ, որ շատ վաղուց ընդդիմության գործիչները հատկապես պետք է նախաձեռնեին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ այս ընտրությունը եւս առիթ էր դրա համար։ Իդեպ վարչապետը ինքն էլ կարող էր հրաժարականներ եւ պարտավոր էր հրաժարական ներկայացնել, որովհետեւ եթե այլ բանա որ ինքը չմասնակցեր այդ ընտրություններին, ասենք օրինակ ԿՊ-ն չունենար քաղաքապետի տեխնացու, առաջադրված չլինեին, չմասնակցեին այդ ընտրություններին, ինքը ներգրաված չլիներ քարոզարշավում։
Այդ դեպքում ասել դե գիտեք ինչ, մենք հետաքրքրված չենք այդ ընտրություններում, հետեւաբար ժողովուրդը մեր նկատմամբ որևէ վերաբերմունք չի արտահայտել։ Բայց քանի որ ներգրաված են եղել, որում ավելի խիստ, տեսեք, ուրիշտեղ ընտրություն չկա, չէ՞, մենակ այդ երկու համայնքում էր, որ իրանց ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել էին վարչական, ֆինանսական, կազմակերպական այդ երկու համայնքում հաջողության հասնելու համար։ Երկուսում է պարտվել են։ Հիմա ինչ տարբերություն մարդիկ դες որտեղ չեն ընտրում։ Ինչքան առիթ լինում է դες չընտրելու չեն ընտրում։ Սա ցույց է տալի, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններով իշխանությունից հեռացնել հնարավոր չի։ Եվ նրա հեռացնելու միակ հնարավոր ձևը դա իր կամքից անկախ որոշումներ կայացնելն է, այս համանդրությամբ նախատեսված միակ հնարավորությունը դա վարչապետին անվստահություն հայտնելն է։ Դե ինչի չեն հայտնում падգամավորները, պետքա կարծում եմ իրանց հրավիրեք այս տաղավար, բոլոր առաջին հերթին ընդդիմադիր խմբակցության падգամավորներին եւ փորձեք ստանալ այդ հարցի պատասխանը։ Հարցրել եմ, ասում են կանենք, մեր օրակարգում կա։ Հա, այս գումարման ընթացքում կանեն։ Չեն հստակեցրել շատ։ Բե դեպքում, ասենք 2022 թվականի օգոստոսի 2-ից մինչև հիմա ոչ չեն արել։ Այդ իրանց օրակարգը ձգձգելու զադержկան ինչումն է։ Դրան ինչ պատասխան են տալի։ Ասենք ինչի մինչև հիմա դա չեն արել։ Առիթ չկա։ Անկեղծ ասած համոզիչ չեն, ես լսել եմ իրան շատ բացատրություններ եւ առայժմ չեմ լսել որևէ հիմնավոր բացատրություն այդ կապակցությամբ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում եի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ կհանդիպենք։